Բարև ձեզ, հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Բարև Նարեկչյան։ Պարոն Մկրտչյան, Հայաստանում տեղի ունեցող այս ներքաղաքական զարգացումները ինչպես եք մեկնաբանում, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, Սերժ Սարգսյանի հայտարարությունները դատանի դիմաց, կարծեք ինչ որ գործընթացներ են, հա, մեկնարկում։ Դե, եթե ուշադրություն դարձնենք վերջին շրջանի գործընթացներին, առնվազն Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից խոսում են ինչ-որ իմպիչմենտի գործընթացի մասին։ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից խոսում են, որ այդ իմպիչմենտը հաջողությամբ չի կարող պսակվել եւ իրենք չեն միան այդ գործընթացին։ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս եւ խոսում է Ռուսաստանի Դաշնության հետ էլ ավելի խորը հարաբերություններից։ Ռոբերտ Քոչարյանը խոսում է էլի կրկին անգամ այդ հին սկավառակն է դրել, խոսում է իր միակ տղամարդ լինելու հանգամանքից եւ ասում է երկիրը այս վիճակից կարող է փրկել ինքը, որովհետեւ ինքը ճգնաժամային կառավարման իրավիճակներում փորձ ունի եւ իր փորձը հաջողված է։ Թե ինչ նկատի ունի հաջողված փորձ ասելով եւ հաջողված կառավարիչ իրեն նկատի ունենալով, երևի թե հետևությունները թողնենք հանրությանը եւ հիշեցնենք ընդամենը մի քանի դրվագ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կյանքից ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսին է օրինակ մարտի 1-ը, ինչպիսին է օրինակ հոկտեմբերի 27-ին արձագանքելը եւ իր օրոք հոկտեմբերի 27 տեղի ունենալը։ Ներքաղաքական լարումների ժամանակ տարբեր քաղաքական դեմքերի բանտարկելը, քաղաքական սպանությունները եւ այդպես շարունակել։ Չեմ խոսում Թալանի մասին, մի ծակ սվիտերով Հայաստանի Հանրապետություն գալը նրա, այնուհետև մի քանի 100 միլիոն դոլարի տիրանալը, դա ներկայացնել իբրև վունդերկինդություն եւ չգիտեմ մեծ տաղանդի արդյունք իր որդիների մեծ հաշվով 2026 թվականի նախընտրական քարոզարշավի ֆալշ ստարտը կարելի է համարել տրված, մեկնարկած եւ այստեղ պետք չի մութսենյակում սև կատուներ փնտրել, ամեն մեկի իր ուղղությամբ փորձում է ընդդիմադիր դաշտը բևեռացնել եւ Քոչարյան-Սարգսյան գզվրտոցնել ես ինքս հենց այդ համատեքստում ներկայացնում եմ իբրև սիամական զույգերի ժամանակավոր վիճաբանություն, որը նպատակ ունի քաղաքական դաշտը բաժան անելու, ծվեն անելու, իրենց սատելիտների կամ հենց իրենց դեմքով առաջադրվելու եւ Գյումրու օրինակով, ինչպես Քոչարյանն է ասում, կոնսենսուս մինուս քաղաքացիական պայմանագիր իրավիճակ ապահովելու համար։ Ոչ մի արտառոսման տեղի չի ունենում։ Մի կլասիկ քաղաքական գործիչ իրեն հռչակած մեկնել կար, որ երազանք ուներ 48 ժամով հայտնվել խորհրդարանի ամբիոնին, 48 ժամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ականջները բռնաբարել, սեփական կորսված ռեյտինգն ու հայտնիությունը վերականգնել եւ դրանով իսկ էլի 2026-ի համար ինչ դիվիդենդներ շահած գնալ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Քոչարյանի կարծիքը փաստորեն դուք։ Ես Քոչարյանի կարծիքը դժվար թե այդպես ուղիղ, եթե հարցը Քոչարյանի կարծիքը կիսելու մասին է, Ռոբերտ Քոչարյանի կարծիքը ես չեմ կարող կիսել։ Առհասարակ Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ կոչվածի, իսկ իրականում Հայաստանի Հանրապետությունը կեղեքած գործի որևէ մտքի հետ ես չեմ կարող համակարծիք լինել այդ համատեքստում, այլ հարցը որ կարող է համընկնի մեր տեսակետները, բայց Ռոբերտ Քոչարյանը իմ համար շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետությունը կեղեքած թիվ 1 գործիչը եւ Ռոբերտ Քոչարյանի տեղը ես շարունակում եմ պնդել, որ բանտն է, ես շարունակում եմ պնդել, որ քաղաքացիական պայմանագիրը ձախողել է երկրում արդարություն ու արդարադատություն հաստատելու աշխատանքը եւ այդ ձախողված աշխատանքի արդյունքն էլ հենց Ռոբերտ Քոչարյան քաղաքական դիակից Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործոնի վերածվելն է։ Այստեղ ես անհաշտեմ քաղաքացիական պայմանագրի հետ Եվ նաև վարչապետի թեկնածու առաջադրել այս փուլում համարում 48 ժամվա կյանք ունեցող գործընթաց եւ դուք։
Դե Նարեկ ջան, ինչի դուք երկար կյանք եք համարում այդ գործընթացին։ Այն որ Ռոբերտ Քոչարյանը դա 48 ժամվա կյանք է համարում, դա չի նշանակում դեռ որ օրինակ Հարություն Մկրտչյանը համակարծիք է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ռոբերտ Քոչարյանը ինձ համար, նորից եմ կրկնում, Ռոբերտ Քոչարյանի տեղը ոչ թե քաղաքական դաշտն է ու քաղաքական դաշտում քաղաքական գործոնի վերածվելն է, այլ Ռոբերտ Քոչարյանի տեղը բանտն է, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքը պետքա բռնագրավի ու երկրում արդարություն ու արդարադատություն հաստատվի, որտեղ տեղ պիտի չունենա քաղաքական դաշտում առնվազն Քոչարյան ընտանիք։ Այլ հարց, որ այո, այս հարցում գուցե Քոչարյանը իմ տեսակետին մոտ տեսակետ է արտահայտել։ Ինչի դուք այլ կարծիք ունեք, օրինակ, լավ, ընդունենք մի իրավիճակ, որ Էդմոն Մարուքյանը կամ հենց նույն Ռոբերտ Քոչարյանը առաջադրվում է վարչապետի թեկնածու։ Դուք լուրջ մտածում եք, որ քաղաքացիական պայմանագրում կգտնվեն 15-16 падգամավորներ, որ կմիանան այս գործընթացին ու վարչապետի իմպիչմենտի պրոցեսը միջև վերջ կտանեն ու նոր վարչապետ կընտրեն։ Դե կարծում եմ ամպերից պետք է իջնել։ Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, որ հիմա փորձում է Սերժ Սարգսյանական խմբակի վրա այսպես քարեր նետել եւ ասել, որ process-ը այսպես թե այնպես հաջողությամբ չի կարող պսակվել, դրանով պայմանավորված իրենք չեն միանում։ Անկախ ամեն ինչից ես գտնում եմ, եթե ուժը իրեն ընդդիմադիր է հռչակել եւ առավել եւս խորհրդարան է գնացել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով, կարծում եմ պետքա բոլոր այդպիսի նախաձեռնություններին առաջին իրենք միանային։ Եվ եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, այն ներողություն Ռոբերտ Քոչարյանի խմբակը բա ինչ անում ազգային ժողովում, էլի։ Իրանք այլ օրակարգով չէին եկել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով, չէին ասում, որ շարժումներ ենք ձևավորում, խորհրդարանից պետքա ճնշենք, խորհրդարանից դուրս պետքա ճնշենք ու հասնենք Նիկոլ Փաշինյանի իշխանության ամբողջական հեռացմանը։ Էլ չեմ ասում նախընտրական շրջանում, որ Ռոբերտ Քոչարյանը օրերի հետ հաշվարկ էր սկսել օրվա իշխանությունների։ Իրականում կյանք չունի, այո, ես լուսնի վրից տեսակետներ չեմ պատրաստվում հայտնել եւ չեմ պատրաստվում հեքիաթների հավատալ։ Դա 48 ժամվա կյանք ունի։ Ես անգամ այս համատեքստում զուգահեռ նաեւ առաջարկ էի արել նախորդ հարցազրույցներից մի քանիսում, որ քաղաքացիական պայմանագրի առնվազն երկու падգամավոր նախապես ներողություն խնդրելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից թող առաջադրի Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տեխնացությունը, դրանով իսկ գոնե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մի լավ բան կանի, էլի Քոչարյան-Սարգսյան քաղաքական դիակներին եւս 48 ժամ, ամեն մեկին 48 ժամ կարելի է դատապետել, ծեծել եւ առնվազն իջեցնել իրենց դիակի կարգավիճակին քաղաքական դաշտում։ Այնինչ ԿՊ-ն այդ ճանապարհով չի գնում, շարունակում է մրցավազքի մեջ մտնել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիակի հետ եւ հավելյալ կշիռ հաղորդել այդ դիակին, շարունակում է մրցավազքի մեջ մտնել Սարգսյանի քաղաքական դիակի հետ եւ հավելյալ կշիռ հաղորդել այդ դիակին։ Ինչի՞ հետ ես անհաշտ եմ։ Ու հենց այստեղ է որ ես եւ իմ նման մարդիկ առնվազն առաջարկում են 2026 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այլընտրանք առաջարկել։ Այլընտրանք առաջարկել ոչ թե ինչ որ հեծանիվ հորինելով, ոչ թե ինչ որ լուսնի վրայից առաջարկներ բերելով, այլ շատ հստակ 2018 թվականին այն օրակարգով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դուրս է եկել, փողոց եւ մերժել է Սերժին, իսկ Սերժին մերժելով միայն անձին չէր մերժում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այլ այդ համակարգն էր մերժում։ Այդ օրակարգը շարունակում է ակտուալ մնալ, այդ օրակարգը դեռևս սպասարկված չէ։ Հեղափոխական ալիքը մսխված է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից եւ եկողները այս երրորդ ուժ իբրև ներկայացողները պետք է հանրությանը խոսք տան, հանրության առաջ պատասխանատվություն կրեն, որ պետք է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նախկին կոռումպացված իշխանության ներկայացուցիչները հայտնվեն իրավապահ համակարգի տեսադաշտում եւ ի վերջո երկրում արդարություն ու արդարադատություն հաստատվի։ Ես շարունակում եմ պնդել, որ 2018 թվականի հեղափոխությունը
Նիկոլ Փաշինյանի ասած ոչ բռնի թավշյա հեղափոխությունը վստահաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեքենաների ամորտիզատորները շուտ շարքից դուրս գալու համար չէր, որ փորձում են ասֆալտ բորջուր փարթիով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աչքերը փակել։ Պարոն Մկրտչյան, մամուլը գրում է, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը կարճատև այց է կատարել Մոսկվա, չնայած այն հանգամանքին, որ 1-2 ամիս առաջ էր եղել, վերադառնալուց հետո թիմակիցներին ըստ մամուլի հրապարակման չի ասել, թե ինչի մասին է խոսել, բայց հրապարակ թերթի տեղեկություններով այս անգամվա թեման եղել է իմպիչմենտի հարցը եւ չի բացառվում, որ մոտորերս հայտարարություն եւ ինչ որ քայլեր նախաձեռնվել։ Նախ եթե բան անենք, առաջնորդվենք այն մոտեցմամբ, որ այս այցը իրականության հետ կապ ունի, այսինքն Քոչարյանը եղել է Մոսկվայում, ինչպես եք նախ այցի փաստը մեկնաբանում եւ իմպիչմենտի հետ կապված ինչ գործընթաց կարող է Քոչարյանը անել։ Դե եթե Մոսկվայի այցը դա շատ նորմալ է։ Պետք չի զարմանալ, որ Ռոբերտ Քոչարյանի բոլոր ճանապարհները տանում են դեպի կամ Կրեմլ կամ Լուբյանկայի հայտնի նկուղ։ Դա նորմալ է Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Այս մարդը այլ աշխարհակաղակական կենտրոն չի ճանաչում, Հայաստանի Հանրապետության անկախությունը սակարկման առարկա է իր կառավարման տարիներին մի քանի դրվագով դարձել եւ չի զլանա եւս մի քանի դրվագով Հայաստանի Հանրապետության անկախությունը վաճառքի հանել կամ մատաղանել միութենական պետություն կոչվող այդ գաղափարի տակ։ Զարմանալի չի, որ Քոչարյանը Մոսկվա է գնում։ Զարմանալի չի, որ Քոչարյանը իր հարցազրույցի ժամանակ ամբողջ պատել էր Պուտին-Քոչարյան հանդիպումներից վերցված լուսանկարներով եւ այնտեղ մի լուսանկար չտեսանք, օրինակ Ժակ Շիրակի հետ, Բուշի հետ կամ այլ գործչի հետ, հիմնականում Պուտինի հետ, սա ինչ էր, սա մեսիջ էր ուղղված ռուսական կողմին, որ ես եմ ձեր միակ վստահելի տղամարդը ճակերտավոր քաղաքական դաշտում, ես եմ այն միակ տղամարդը, որի վրա կարող եք խաղադրույք կատարել եւ այդ համատեքստում Քոչարյանի այցերը Մոսկվա գուցե էլ ավելի հաճախակի լինեն, հատկապես այն ֆոնին, երբ որ Քոչարյանը կարծես թե գոնե թե դատական process չկա եւ Քոչարյանը դատարանով չի փորձում հերքում ստանալ այդ փաստին, հաշվի առնելով այն փաստը, որ ինքը ձայնագրվել էր ամիսներ կամ մի տարի առաջ, 2 տարի առաջ, որ աղեկտուր, կծկտուր, շունչը կտրված ձայնագրություն էր հայտնվել համացանցում, որտեղ ինքը դիմում է ռուսերենով, չգիտեմ ում, գուցե իր քաղաքական կուրատորներին Հայաստանի Հանրապետությունից դուրս, չձայնագրվելու միտումով Քոչարյանը կարող է էլ ավելի հաճախակի այցելել Մոսկվա, էլ ավելի հաճախակի այնտեղ քննարկումներ ունենալ։ Դե թող, գիտեք, Քոչարյանը մի հատ արտահայտություն ուներ, Նարեկ ջան, որ ասում էր մաշեցնելու ենք միջև քոքը, դեմքի ծամածրված արտահայտությամբ, ծուռմուռ բերանի արտահայտությամբ, այդ մաշեցնելու process-ը շարունակվում է ի հակառակ տեղի ունենալ։ Մյուս իր գործընկեր դասականն էլ ասում էր խիարը սովորություն ունի թարս բուսնելու։ Հիմա այս մարդիկ այս process-ը ձեռնարկել են, այս process-ով գնում են։ Լավ, ինքը ոնց է բացատրությունը տալու նախ իր ընտրողների, որ չէր միանում impeachment-ի գործընթացին, եւ միանալով ինչ արդյունք է կարողանալու ապահովել։ Միջև քոքը մաշվում են, ես այդ process-ի մասնակիցը եւ մասնակիցը չեմ դառնա, առհասարակ այդ impeachment-ի գործընթացն ինձ համար անլուրջ գործընթաց է ի սկզբանե, որովհետեւ եթե պատերազմից հետո ամենաթեժ շրջանում Քոչարյանին եւ Սարգսյանին չհաջողվեց քաղաքացիական պայմանագրից պոկել падգամավորներ, վստահեցնում եմ հիմա առավել եւս չի հաջողվի։ Impeachment-ը միայն կարող է նրանց տալ հավելյալ աղմուկ քաղաքական դաշտում, հավելյալ սևեռվածություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրենց վրա, իդեպ ես իրենց ուզում եմ հիասթափեցնել ու հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների այդ սևեռվածությունը իրենց վրա զուգորդվում է շատ մեծ զզվանքով ուղղված իրենց, թե Քոչարյանին, թե Սարգսյանին, այնպես որ սա էլ սխալ խաղադրույք է։ Բայց ամեն դեպքում կապրենք, կտեսնենք, թե ինչ գործընթացներ է եւ սա
ինչ եմ ես ասում, սիամական զույգեր են Քոչարյանն ու Սարգսյանը, որովհետև յուրաքանչյուր այսպիսի կրիտիկական իրավիճակում, որ որոշումը պարտադրվում է եւ թելադրվում է Մոսկվայից, այս սիամական զույգերն ու եղբայրները մոռանում են, որ իրենք ունեն հակասություններ։ Վառ օրինակ Գյումրին, վառ օրինակ Քոչարյանի հայտնի վերջին հարցազրույցի հայտարարությունը, որ իրենք գաղափարական կոալիցիա կկազմեն գաղափարապես իրենց նման քաղաքական ուժի հետ։ Գաղափարական կոալիցիա ասվածը ես կթարգմանեմ մի փոքր քոչարյանական լեզվից, գաղափարական կոալիցիա ասվածը կամ գաղափարական գործընկեր ասվածը նշանակում է Լուբյանկայի նկուղից ուղղորդված որևէ քաղաքական ուժի հետ իրենք պատրաստ են գնալ կոալիցիայի։ Իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները էլի աչքի են ընկել Ռուսաստանի Դաշնությանը հաջողանալով, աչքի ընկել մաքսային միություն Հայաստանի Հանրապետությանը մեկ գիշերվա մեջ քարշ տալով, Գյումրու ընտրությունները եւ Գյումրու ընտրությունների հետընտրական արդյունքները ցույց են տալիս, որ այո, այդ process-ները ոչ միայն կառավարվում են ներհայաստանյան ակտորների կողմից, այլ մեծամասամբ ներհայաստանյան այդ 5-րդ Շարասյան ներկայացուցիչներին պատվիրակում են օրինակ Ռուսաստանի Դաշնությունից, այդ թվում նաև Գյումրում։ Դուք չեք կարծում, որ այն թեզը, թե Քոչարյանը գա եւ Հայաստանը կտանի միութենական պետություն, կեղծ է կամ ոչ հաստատուն, որովհետեւ Քոչարյանն էլ ինքն էլ ասում է, որ եթե ես միութենական պետության կողմնակից լինեի, 10 տարի նախագահ եմ եղել, 10 տարվա ընթացքում կտանեի։ Սա չեք կարծում, որ ավելի ուժեղ հակափաստարկ է Քոչարյանի կողմից իր քննադատներին ուղղված։ Ոչ, Նարեկ, որովհետեւ ես կարծում եմ շատ ավելի ուժեղ հակափաստարկ է տարիներ առաջ հենց քո կողմից հնչեցված հարցը Ռոբերտ Քոչարյանին ինքը բացառում է միութենական պետությանը միանալու տարբերակը թե ոչ, իսկ այնտեղ ինքը շատ հստակ նշում է, որ ավելի մեծ ինտեգրացիոն գործընթացների մեջ պետք է Հայաստանի Հանրապետությունը ներգրաված լինի։ Հիշեցնեմ մեկ այլ քո կողմից ուղղված հարց Ռոբերտ Քոչարյանին, իդեպ շնորհակալություն քեզ այդպիսի հանրության աչքերը բացող հերթական անգամ հարցերի համար, հնարավորության պարագայում շարունակիր նույն տեմպերով Քոչարյանին այդպիսի հարցեր ուղղել։ Մյուս հարցը, որ դու ուղղեցիր, անկախության մասին Ռոբերտ Քոչարյանի տեսակետն ու դիրքորոշումը, որին այդպես էլ Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ պատասխան տալ եւ իրեն բնորոշ դեմքի ծամածրված արտահայտություններով սկսեց ծամծմել քո հարցի իրական պատասխանը եւ աներկբա պատասխանը, որ անկախությունը պետքա լինի, անկախությունը բացարձակ արժեք է, անքննելի արժեք է, սակարկման առարկա չէ։ Այսպիսի հայտարարություններ չենք լսել Քոչարյանի կողմից։ Ընդհակառակը, ինչ որ խոր ինտեգրացիոն միություններից է խոսում, Լուկաշենկոին է հռչակում իբրև փախան իրեն կամ իր քաղաքական մտքերի ու այստեղ Քոչարյանի ֆակտորը, որ նա գալու է եւ գալու պարագայում Հայաստանի Հանրապետությունը քարշ է տալու միութենական պետություն, կասկածի տեղ անգամ ինձ մոտ չի տալիս։ Մի մարդ, ում ձեռքը չի դողացել ու գնացել գույք պարտքի դիմացնա ստորագրել, մի մարդ, ով առանց ամոթի զգացման գնացել Սադարակի պալատկի տակ Հեյդար Ալիևի հետ մեղրին խուրդայա դարձրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, մի մարդ, ում օրոք հոկտեմբերի 27-ա տեղի ունեցել, մի մարդ, ում օրոք ապրիլի 12-ա տեղի ունեցել, քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, մարտի 1-ի վերջո տեղի ունեցել, մի մարդ, ով ծակսը վիտրով նորից եմ կրկնում եկել է Հայաստանի Հանրապետությունը ու ընտանիքը դարել է դոլարային մի քանի 100 միլիոն դոլարի տեր, ու հիմա էլ ասում են, դե բա ասում եք 4 միլիարդ է, տենում եք, որ 4 միլիարդ չի, օրինակ 200 միլիոն է, սա էլ բան է, էլի երևի սպասում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ասեն, արի ճակատը պաչենք, կամ հերթական անգամ պետք է ասեն, պրիվետ ռոբարի նստի հերթական անգամ իշխանության, որ Հայաստանի Հանրապետությունը տանես կործանման։ Սրանում ոչ մի խոսք։ Ես չեմ զարմանում եւ չեմ զարմանա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը սա գիտակցեն եւ տեսնեն այս հեռանկարը։ Եթե այս հեռանկարը չտեսնեին, վստահեցնում եմ 2021 թվականի ընտրությունների ժամանակ մենք այլ պատկեր կունենայինք։ 2021 թվականին տեսնելով, որ քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը ներկայանում է Ռոբերտ Քոչարյանը, ով բայրակթարների
ռմբակոծման տեսարանները վաճառում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա կամ փորձում է նրանց էմոցիաները գողանալով քվեի վերածել, վստահաբար կտային այդ ձայնը Քոչարյանի, բայց մեր հայրենակիցները, մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ով է Ռոբերտ Քոչարյանը։ Դուք կարծում եք, որ հիմա այս իշխանությունը իր ենթադրյալ կոռուպցիոն գործելավոճով զիջում է Քոչարյանենց ենթադրյալ կոռուպցիոն գործելավոճին։ Գիտեք, կոռուպցիայի մասին, երբ որ խոսում է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները եղել է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ծաղկման համար ամենանպաստավոր տարիները։ Հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին օրինակ կոռուպցիան սկսում էր ճանապարհային ոստիկաններին մի քանի տասնյակ հազար դոլարի դիմաց աշխատանքի ընդունելով, ավարտվում էր համալսարանական դիպլոմներ գնելով, ավարտվում էր ուսուցիչներին կաշառքով աշխատանքի ընդունելուց վերջացրած ամենահասարակ պետական դռանը, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մոտենում էին այդ դռանը, պետական ամենա հասարակ դռանը, կոռուպցիայով դիմավորում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ այդ կոռուպցիան համակարգային էր։ Արդյոք կա այսօրվա իշխանությունների շրջանում կոռուպցիա թե ոչ։ Գիտեք, երևի թե չի լինի իշխանություն, որի օրոք կոռուպցիա չլինի։ Կոռուպցիայի մասշտաբներից է պետք խոսել։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին դա բրգաձև համակարգ էր, որը ներքևից միջև ամենավերին հատված, միջև ամենավերևում կանգնած մարդ, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան երկրի կառավարիչներ այդ գումարները գնում էին։ Եվ Ռոբերտ Քոչարյանի այդ մի քանի 100 միլիոն դոլարի կուտակած հարստությունը երևի դրա վառ վկայությունն է։ Կա կոռուպցիա թե ոչ, իհարկե կա։ Համակարգային է այդ կոռուպցիան թե ոչ, Նարեկ ջան, ես զերծ կմնամ այդ հարցին։ Այս փուլում պատասխանելուց ես ավելի շատ այդ հարցին կպատասխանեմ 2026 թվականի ընտրությունների նախաշեմին, ինչու, որովհետև կան բազմաթիվ գործեր, որ թե ուղարկվել է վարչապետի աշխատակազմ կամ հենց ուղիղ վարչապետին, թե ուղղվել է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, եւ եթե միջև ընտրությունները քաղաքացիական պայմանագիրը եւ հենց Նիկոլ Փաշինյանը սեփական թիմը մաքրելու գործընթաց չմեկնարկեց եւ այդ ենթադրյալ կոռուպցիոներների ետևից չգնաց, այդ դեպքում կարող ենք ասել, որ կոռուպցիան ինչ որտեղ Հայաստանի Հանրապետությունում շարունակում է համակարգային բնույթ կրել եւ գնալ միջև Փաշինյան ընտանիք։ Բայց այս փուլում ես զերծ կմնամ, իսկ այն Քոչարյանի հայտնի ցնդաբանությունը, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդն է, գիտեք, ես այդ թեզին չեմ հավատում։ Գողը առաջինն է բարձր գոռում, բռնեք գողին սկզբունքով է առաջնորդվում Ռոբերտ Քոչարյանը եւ այստեղ էլի մեծ հաշվով ուշադրություն պետք չի դարձնել Քոչարյանին։ Իսկ կոռուպցիան բոլոր ժամանակներում եղել է, այդպիսի երկիր էլ չկա, երևի թե մոլորակի վրա, որ ասի կոռուպցիան իսպառ վերածված է այդ երկրում։ Բայց դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը չի հարստանում։ Ես անկեղծ ասած չեմ տիրապետում Նիկոլ Փաշինյանի գրպանի պարունակության կոնկրետ թվերին եւ թվաբանությանը, այնպես որ չեմ կարող այս հարցին պատասխանել, հարստանում է թե չի հարստանում։ Եթե հարստանում է, Նարեկ ջան, օրինակ դուք մի քանի դրվագով մատնանշեք, որտեղ է հարստացել Նիկոլ Փաշինյանը, օրինակ ինչ է ձեռք բերել։ Տանզանիայում բուկմեկերական ընկերություն է ձեռք բերել, Աֆրիկայում ադամանդի հանք է ձեռք բերել, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում փայ է մտել, ինչ արել էլի, որտեղ հարցանցում։ Օրինակ ինձ թվում է յուրաքանչյուր քիչ թե շատ իրավական գիտելիք ունեցող մարդուն, երբ որ կամ ընտանիքին սուպերմարկետների ցանց վերագրեն, այդ մարդը ոչ թե ավելի շատ դատի կտա ու ասի դե ապացուցեք, այլ միգուցե դատի տան, օրինակ ես դատի կտամ եւ կասեմ, դե տվեք այդ իմ սեփական սուպերմարկետը հաստատող փաստաթղթերը ինձ, գնամ գո եւ երջանիկ ապրեմ, ձեզ էլ հանգիստ թողնեմ։ Բայց այս մարդիկ չեն դիմում դատարան եւ ոչ հերքում են, ոչ հաստատում են, հա, որ իրանք օրինակ սուպերմարկետների ցանցի են բանանում։ Մարդկանց ասել տգետ, խրտվիլակ եւ ղզիկ եւ դրանով համարել, որ հերքեցին օրինակ սուպերմարկետների ցանց ունենալու տեղեկությունը, կներեք, բայց դա հեչ արժանապատիվ
արժանահավաճիր։ Եթե Նիկոլ Փաշինյանը կամ ընտանիքը չի հարստանում, ինչու նրանք դատի չեն տալիս եւ իրենց իսկ ստեղծած փայլուն վեթինգի ենթարկված դատական արդարությամբ ապացուցեն, որ իրենք չեն հարստանում։ Սա հարցեր չի առաջացնում ձեր մոտ։ Դե տեսեք, մենք խոսում ենք ենթադրություններից, մենք խոսում ենք հարցեր ենք բարձրացնում, որոնք էլի հարցեր են առաջացնում, բայց բնավ պատասխաններ չեն տալիս, որ դրանից եզրահանգում ենք կատարում, որ այ տեսեք Նիկոլ Փաշինյանը հարստացել է։ Գիտեք, հավատացեք, դա այդքան էլ հեշտ գործ չի, ամեն մեկին, ամեն տեղից վայրահաճողի վերցնել, տանել եւ դատարանի կամ դատական համակարգի միջոցով պատասխանատվության կանչել։ Ես ամբողջությամբ համաձայն եմ քեզ հետ, Նարեկ ջան։ Ղզիկի, չգիտեմ, տգետի մասով մի փոքր այլ տեսակետ ունեմ, որովհետեւ գիտեք, եթե տղամարդը առանց ամաչելու այն բանում բիսեդկի կողքը թփերի տակ նստած բամբասկոտ կանանց կամ տիկնանց նման նստում ու մեկ այլ կնոջից բամբասում է զուգորդելով վիրավորանքներով արտահայտությունները ես Նարեկ դաշտում առաջ եմ քաշել մի սկզբունք եւ բանաձև տակոյ պրիվետ էլ բեթար ատվետ Բա արժեք ոնց կբարևեն ոնց կբարևեն այդպես էլ բարևի պատասխանը կստանան կլինենք քաղաքակիրթ ես այդ սկզբունքի կողմնակից եմ կստանան քաղաքակիրթ մի քանի անգամ ավելի քաղաքակիրթ պատասխան չեն լինի քաղաքակիրթ բարի գալուստ դժոխք ես սա կարող եմ ասել տասնապատիկ անգամ ավելի ոչ քաղաքակիրթ պատասխան պիտի ստանան ինչու դա էլ ասեմ ինչու է ճանապարհով որովհետև երկրում իրավական համակարգը իրավապահ համակարգ է առհասարակ անատամ է հիմնականում արձագանքողի դերում է ոչ թե կանխարգելողի այս դեպքում ստիպված են մարդիկ ուղղակի անցնել վիրավորանքին փոխադարձ վիրավորանքի ճանապարհով եւ այդ գործելավոճը ворթեգրել իսկ մնացած մեղադրանքներին ես հորդորում եմ նույն Փաշինյան ընտանիքին թող այո իրենց կողմից իսկ ճակերտներում բարեփոխման ենթարկած դատարաններ դիմեն եւ հերքումներ պահանջեն բայց դա այդքան էլ նորից եմ կրկնում դյուրին աշխատանք չի ամեն խոսացողի հետևից կվերցնել եւ գնալ դատարան հատկապես դատարանների ես ծանրաբեռնվածության ֆոնին հատկապես երբ որ դատարանների նկատմամբ հավատ ու հույս չկա իսկ մնացածը ուղակի օթում կախված խոսակցություններ են ես նույն հաջողությամբ կարող եմ քեզ վերագրել որ դու օրինակ Հայաստանի Հանրապետությունում դու եւս ունես խոշոր բիզնեսներ տիրապետում ես ֆինանսական մեծ հոսքերի գնա ու դատի տուր կամ դու դատի պիտի տաս կամ էլ ես պիտի չգիտեմ այլ ճանապարհներով ապացուցեմ կամ ինչպես Քոչարյանական եւ այդ մերձ Քոչարյանա-Սարգսյանական շրջանակներն են ասում երբ որ սուտ են տարածում ու ակնհայտ ստի վրա իրենց ձեռքը բռնում ու ասում ես եղբայր ինչ ես անում իմաստը որն է նրանց հիմնավորումը հետեւյալն է իմ սուտը եթե լսի իրենց սուտը եթե լսի 5000 քաղաքացի եւ այդ 5000 քաղաքացուց 5-ն էլ հավատա այդ ստին, դա իրենք համարում են ձեռքբերում։ Իսկ այդ ֆոնին րոպե մնացել է թեմայի էլ կուզեի անդրադառնանք։ Չէ, շրջանառվում է, որ հնարավոր է Արթուն ենք շարժումը, որը impeachment-ի իր գործընթացն է սկսել, Էդգար Ղազարյան, Նարեկ Մալյան, ասում է հրապարակ թերթն է էլի գրում, ասում է, եթե պատիվ ունեն ու Հայաստանը ինչ որ փուլում ընդհանուր հայտարարի կան, չի բացառվում, որ վարչապետի տեխնացու առաջադրվի ԱԱԾ նախկին տնօրեն հայրենի կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, դուք սա ինչպես եք մեկնաբանում, օրինակ պարոն Վանեցյանը կարող է լավ վարչապետ լինել, եթե սցենարը գնա այդ ճանապարհով։ Գիտեք, այնպեսի տպավորություն է ինձ մոտ, որ impeachment party շրջանակում Ռուսաստանի Դաշնությունը որոշել է գաղտնազերծել իր բոլոր սրտի տեխնացուներին Հայաստանի Հանրապետությունում։ Էդմոն Մարուքյան, Հովիկ Աղազարյան, որ այդ process-ը նախաձեռնում է, Հովիկ Աղազարյանի կորած Մոսկվայի ընկեր, երևի թե
Էդգար Ղազարյան է սրա դիրիժորներ, Ռոբերտ Քոչարյան Մոսկովյան այց եւ հետո գուցե փոշմանելու այսպես process տպավորություն է, որ Ռուսաստանի Դաշնությունը որոշել է իր բոլոր սրտի տեխնացուներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փաթեթով ներկայացնի։ Ոմանց դեպքում դա կստացվի, ոմանց դեպքում չի ստացվի։ Իսկ ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանին, Նարեկ ջան, լավ էլի։ Արթուր Վանեցյանը այն ԱԱԾ տնօրենն է, ով նշանակվել է պաշտոնի նշանակվելուց հետո մի քանի աղմկահարույց դեպքեր է տեղի ունեցել եւ ի վերջո այն ԱԱԾ տնօրենն է, որին գաղտնա լսել են, էլի։ Ինչի մասին է խոսքը։ Մի ԱԱԾ տնօրեն, որ Արթուր Վանեցյանով։ Ինչ։ Դուք այդ փուլում Վանեցյանով հիացածներից չէիք։ Այդ փուլում, գիտեք, երբ որ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը բերելուց է մարդը խոսում է կոնգրես հյուրանոցից, խոսում է Ռոբերտ Քոչարյանի փալանից, կաշառքներից եւ իբրև ի պաշտոն է ԱԱԾ տնօրեն հայտարարում է, որ դա հետ է բերելու։ Հայաստանի Հանրապետության շատ քիչ քաղաքացիներ կլինեին, երևի թե մենակ Ռոբերտ Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները կլինեին, որ հիացած չէին լինի այդ պարագայում Արթուր Վանեցյան անձով իբրև ԱԱԾ տնօրեն գործող, բայց երբ որ մարդը պաշտոնը թողնելուց հետո, պաշտոնից ազատվելուց հետո տարիներ անց դառնում է նույն այդ կոռուպցիոներ, թալանչի, կաշառքի դիմաց կոնգրես հյուրանոցը զավթած, մարտի 1-ին կրակած, չգիտեմ, քաղաքացիներին սպանած Ռոբերտ Քոչարյանի սրտի վարչապետի տեխնացուն, գիտեք, այս դեպքում իմ մոտ տեսակետը բոլորովին այլ է եւ բնական այսպես փոփոխության է ենթարկվել, վստահաբար նաև ձեզ մոտ Նարեկ, ես միշտ զարմանում եմ ձեր միամիտ հարցերի վրա, որ դուք ուղղում եք ձեր բանախոսներին, պետք չէ այդքան միամիտ հարցեր ուղղել, էլի, ինչա նշանակում։ Իհարկե, ժամանակին, երբ որ Ռոբերտ Քոչարյանին դատելու մասին էր խոսում Արթուր Վանեցյանը, իհարկե Արթուր Վանեցյանը ինձ համար նորմալ ֆիգուր էր, բայց երբ որ պաշտոնը թողեց ու վազեց Մոսկվաները Կադիրովների հետ հանդիպման, պաշտոնը թողնելուց հետո վազեց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ու նրանց հետ ընդհանուր եզրեր գտավ, հիմա էլ կարծես թե ըստ հրապարակ օրաթերթի դիտարկվում է վարչապետի տեխնացու, ես այլ տեսակետ ու դիրքորոշում ներողություն Արթուր Վանեցյանի մասով չեմ կարող ունենալ։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։